Երբ որ խոսում ենք առհասարակ փառաբանությունից կամ Տիրոջը երկրպագությունից, պետք է հասկանանք, որ Տիրոջը ճշմարիտ երկրպագությունը ծնվում է Աստված ճանաչողությունից։ Որովհետև եթե այն չի ծնվում Աստված ճանաչողությունից, այն կեղծ է ինչ առումով, որտեղ կարող է ձեզ որևիցե երաժշտության ոճը դուր գա, կամ մելանխոլիկ նոտաները որոշակի sense զգացական ինչ-որ իրավիճակի մեջ դնեն, բայց այս ամեն ինչը ոնց որ չգիտեմ, ժամանակին ոչ հոգևոր որոշ երգերից էինք սիրում, այս պարագայում էլ նույնպես կարծես այդ մի բանը փոխարինած կլինենք այս մեկ ուրիշ բանով։ Այսինքն խոսքերի վրա էլ նույնիսկ եթե ուշադրություն չենք դարձում եւ այլն եւ այլն։ Դրա համար առաջնային, որին որ պետք է ուշադրություն դարձնենք, հենց Աստծո խոսքն է, որ երգը կամ երաժշտությունը դարձում են հոգևոր։ Մեկ-մեկ լսում եմ նույնիսկ այս ձևի արտահայտությունն էլ կա, ասում են հոգևոր երաժշտություն է եւ այլն եւ այլն։ Երաժշտությունը հոգևոր չի կարող լինել, որովհետեւ ինքնին հոգևոր հասկացողությունը պետքա բխի Աստված ճանաչողությունից։ Այո, կարողությունը եւ նույնիսկ երաժշտությունը ով է տվել։ Աստված է տվել։ Աստվածը, որ արվեստ հասկացողությունն է նույնիսկ տվել եւ եթե օրինակ համար 5 տակարանը կարդաք կտեսնեք թե ինչպես է Տերը որոշ մարդկանց կարողություն տալիս փայտամշակների, պղնձի հետ աշխատողների, ոսկու հետ աշխատողների հետ, որոշակի երաժիշտների, այսինքն այս պարգևը նույնպես ով է տվել, Աստված է տվել, որ նպատակով իր փառքի համար։ Այո, շատ մարդիկ կան, ովքեր որ այս կարողությունն ու տաղանդներն ունեն, իրենց անձի փառավորման համար են օգտագործում։ Երբ որ կգա արդեն Տերը երկրորդ անգամ եւ իր թագավորությունը կհաստատի, արդեն իսկ այդ ժամանակ ամեն մարդ, ամեն իրավիճակում, ամեն բան ինչ որ կանի Տիրոջը փառքի համար։ Ու ամեն բան կընկնի այնտեղ, որտեղ որ պետք է լիներ։ Դրա համար սիրելիներ, մեր պաշտամունքի կենտրոնական մասը համարվում նաև Աստծո խոսքի սերտողությունը։ Եթե չլինի Աստծո խոսքի սերտողություն, չեմ ուզում ասեմ մնացածը անիմաստ են, բայց կենտրոնականը հենց խոսքն է, որ խոսքի միջոցով մենք ճանաչում ենք ում Աստծուն։ Երգերը, փառաբանությունները, աղոթքներ են, որ նորից բարձրացնում ենք Աստծուն, բայց կենտրոնական հատվածը պետք է լինի Աստծո խոսքը։